Գաղտնիքների գիրք, 3 այդլազ, Մարսը գազով թունավորված նախադրություն, որտեղ են դերը, որտեղ են թաքնվում։ Մարսի վրա նրա վերում տեղադրված արբանյակային հեռակառավարվող մարսագնացային միջոցները հաստատել են Մարսի աղտոտվածությունը։ 3 այդլազի անցումից հետո հայտնաբերվել է անտեսանելի թունավոր պոչ, միլիոնավոր կիլոմետրերի լայնությամբ։ Ինչպես դա տեղի է ունեցել այս երկնային մարմնի, պրեդաթամիդների կողմից Նիբիրու կոչվող նախորդ անցման ժամանակ, երկրի մագնիսական դաշտը կգրավի պլազմայով լիցքավորված թունավոր փոշին գազը։ Մահվան այս թունավոր կոկտեյլը կտարածվի մթնոլորտ կազդի երկրի ծայրերի վերում ներքում գտնվող տարբեր շրջանների վրա։ 1490 թվականին Չինաստանի Ցինյան քաղաքում 10,000 մարդ զոհվեց խճաքարերի պես փոքր երկնաքարերի հետանքով, որոնցից որոշները հասան մինչ 2 կիլոգրամ քաշի, ոչնչացնելով տներ, անասուններ, դաշտեր։ Կառավարությունը, գիտությունը, լրատվամիջոցները, փոդքասթերները աշխարհի ուշադրությունը հրավիրում են մի փայլուն նոր բանի վրա, որը նրանք ի վիճակի չեն բացատրել, նրանք չեն տեղեկացնում իրենց քաղաքացիներին, հասակակիցներին լսարանին երկրի համար հնարավոր հետանքների մասին, քանի որ 3 այդլազը զուգահեռ կլինի երկրին 2025 թվականի դեկտեմբերի 19-ին։ Գրավոր լեզուների համաձայն նրանց հիմնական բնակավայրը մարդկային հյուրընկալություն ունենալն է, քանի որ նրանց նպատակն է վերստեղծել նրանց իրենց պատկերով։ Կարելի է հասկանալ, որ դերը բնակվում տիրապետում են մարդկանց, մասնակցում են մարդկանց կյանքին, դերին կարելի է գտնել պաշտամունքի վայրերում, ինչը հետազոտությունները հաստատել են ամբողջ աշխարհի կրոնական հավաքույթների հանրային ինտերնետային լուսանկարներից։ Այս լուսանկարում ժողովքի անդամներ կան։ Որոշ դեմքերի պարանոցների վրա լուսանկարչական անոմալիաներ կան, մինչդեռ մյուսների վրա որևէ անոմալիա չի երևում։ Լուսանկարի մեծացումը բացահայտում է նրանց պարանոցին դիառկայությունը, քանի որ նրանց կերպարանքները արձակում են ուլտրամանուշակագույն լույս, որը բացահայտվում է մեր բացառիկ հավելվածի միջոցով։ Սա չպետք է վատ համարվի, քանի որ սա կրոնին հնարավորություն է տալիս իր դերը խաղալու բարու չարի պայքարում, վերացնելով իրենց հավատքի անդամներին տիրապետող դերին։ Նոր բաժանորդագրողները կարող են ներբեռնել առաջին 3 սերիաները, գրախոսության համար, գումարած բոնուս էպիզոդը 2026 թվականին կունենան Գաղտնիքների գրքի ուղիղ հեռարձակումները դիտելու հնարավորություն։ Ինչ սպասել, ինչ է դա լինելու, բաժանորդագրվեք կամ մասնակցեք, դուք կսովորեք, կիմանաք, կհասկանաք։ Կամ կարող եք մեր աշխատակիցներին սուրճ հյուրասիրել։